Ողջույն բոլորին, բոլոր նրանց, ովքեր նախընտրում են ծովափնյա չքնաղ ու հիասքանչ հանգիստը։ Sunrise հյուրանոցների ցանցի բացահայտումները մեզ բերեցին Մարս Ալամ քաղաք եւ այստեղ այս անգամ մենք կբացահայտենք Sunrise Anjum Resort հյուրանոցը։ Մարս Ալամ քաղաքը գտնվում է Եգիպտոսի հարավային մասում Կարմիր ծովի ափին եւ առանձնանում է իր հանգիստ միջավայրով։ Ծովի այս հատվածում կենդանական աշխարհը շատ հարուստ է եւ ունի յուրահատուկ գեղեցկություն։ Միասին անցնենք ներս եւ տեսնենք, թե ինչպիսի տեսք ու կառուցվածք ունի տվյալ հյուրանոցը։ Գնացինք։ Sunrise Anjum Resort հյուրանոցը գտնվում է առաջին գծում Ռաաս Դորի ծոցում։ Կենտրոնական մուտքից մտնելով ներս կտեսնենք գեղեցիկ եւ լուսավոր ընդունարանը արաբական եւ ժամանակակից ոճերի համադրությամբ։ Այստեղ է գտնվում նաեւ լոբի բար եւ սպասասրահ, որտեղ կհյուրասիրեն զովացուցիչ թարմքամացյութեր, իսկ այդ ընթացքում կպատրաստեն ձեր համարները, որից հետո կուղեկցեն ձեզ դեպի ձեր համարներ։ Ընդունարանից դուրս գտնվում է տերասան, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Կարմիր ծովը։ Այստեղ կա երկու բար, որոնք աշխատում են եւ ցերեկը եւ երեկոյան, իսկ լոբի բարն աշխատում է 24 ժամ։ All inclusive փաթեթով հանգստացողները անվճար կարող են ըմպել թեյ, սուրճ, թարմքամացյութեր, եգիպտական պրեմիում ալկոհոլ եւ ալկոհոլային կոկտեյլներ, իսկ արտասահմանյան ալկոհոլն այստեղ վճարովի է։ Նաեւ ասեմ, որ գիշերվա 12-ից մինչ առավոտյան 10-ը բոլոր տեսակի ալկոհոլային խմիչքները վճարովի են։ Հյուրանոցն ունի 5 լողավազան, այդ թվում 1 մանկական եւ 1 լողավազան նախատեսված մեծահասակների համար։ Լողավազանները տաքացվում են տարվա ձմռան ամիսներին, կահավորված են հարմարավետ որակյալ տապչաններով եւ հովանոցներով։ Լողավազանների տարածքում կան բարեր, որոնք աշխատում են առավոտյան 9-ից մինչ 18:00-ն, ինչպես նաեւ ցերեկվա ժամերին լողավազանի տարածքում տեղի են ունենում խաղեր, միջոցառումներ, ակվաէրոբիկա եւ այլն։ Անցնենք առաջ հարգելիներս եւ ցույց տամ ձեզ այստեղի համարները եւ առաջին համարը, որ ուզում եմ ցույց տամ, այն կոչվում է Deluxe Beachfront Suite։ Suite համար է, որը գտնվում է լողափին մոտ։ Անցնենք ներս, տեսնենք այն ներսից։ Եվ այսպես մենք համարի ներսում ենք եւ մուտքից ցախ այստեղ այսպիսի զգեստապահարան է loft տարբերակով։ Այստեղ կախիչներն են, խալաթները, ներքևի հատվածում դարակներն են, այստեղ հավելյալ բարձը, ծածկոցը,
կշերքը, հողաթափերը, այստեղ սեյֆն է, ներքև ստարակ, այստեղ մեծ հայելին է և նրա հարևանությամբ գտնվում են լվացարանները, որտեղ կան խնամքի համար անհրաժեշտ կոսմետիկ միջոցները, ատամի մածուկ, խոզանակ, սափրվելու համար նախատեսված ածելի, գել, գլխի բախիլ, օճառ, մի խոսքով անհրաժեշտ ամեն ինչ։ Այստեղ ֆենն է, խոշորացնող հայելին և առանձին երկու հայելի կա այստեղ։ Լվացարանների դիմաց գտնվում են աջ հատվածում լոգախցիկը, ձախ հատվածում զուգարանը, մաքուր, լուսավոր, այստեղ լոգախցիկն է, տրոպիկական ցնցուղով, սովորական ցնցուղով, լոգանքի համար նախատեսված կոսմետիկ միջոցները, սրբիչները, պարանը, որը ծառայում է որպես չորանոց, անցնենք առաջ, ցույց տամ ձեզ ննջարանը կամ հյուրասենյակը, որտեղ կա king size մահճակալ, նրա հարևանությամբ գտնվում է մինի բարը, այստեղ թեյ սուրճի հատվածն է, սառնարանը, որտեղ կան սովածուցիչ ըմպելիքներ, գարեջուր, ջուր, հյութեր, այստեղ մեծ հայելին է, TV-ն, սուրճ պատրաստելու սարքը և դարձյալ դարակներ ձեր իրերը դնելու համար։ Այսպիսի աթոռ, որտեղ կարող եք նստել, նայել հայելուն և շպարվել։ Նաև այստեղ կա երկու բազկաթոռիչ սեղանով, բազմոցը կամ սոֆան, գեղեցիկ սեղանով և մահճակալը անչափ հարմարավետ, փափուկ, չոր և փափուկ բարձերով, անցնենք առաջ, դուրս գանք տերասա և ցույց տամ ձեզ, թե ինչպիսի գեղեցիկ տեսարան է բացվում տերասայից։ Տերասայում կա այսպիսի երկու աթոռ, սեղան, լողափը և տեսարան դեպի Կարմիր ծովը։ Հաջորդ համարը, որը ձեզ ցույց կտամ, ընտանեկան համարը, կոչվում է Family Suite, անցնենք ներս, տեսնենք այն ներսից։ Եվ այսպես, մենք ներսում ենք և մուտքից ձախ այստեղ զգեստապահարանի հատվածն է, լոֆթ տարբերակով դարձյալ, հավելյալ բարձր ծածկոցը, կախիչները, ներքևի հատվածում դարակներն են, այստեղ սեյֆը, հողաթափերը, կշերքը, ռաժոկը, այսպես ասած զգեստապահարանի դիմաց կամ մուտքից աջ լոգարանն է, անչափ գեղեցիկ հետաքրքիր կառուցվածքով, հայելին, խոշորացնող հայելին, ֆենը, բնականաբար խնամքի համար անհրաժեշտ կոսմետիկ միջոցները, այստեղ լոգախցիկն է, տրոպիկական ցնցուղով, սովորական ցնցուղով, սրբիչները, լոգանքի համար նախատեսված կոսմետիկ միջոցները և զուգարանը։ Անցնենք առաջ, ցույց տամ ձեզ
Առաջին ննջարանը, որը նախատեսված է երեխաների համար, այստեղ կա երկու առանձին մեծ մահճակալ, այսպիսի դարակ, հետաքրքիր ինտերիեր, լուսավոր, պարզ, մաքուր, այլին, TV-ն, այստեղ սառնարանն է, որտեղ կան զովացի ճմպելիքներ, իրերը դնելու հատվածը, ճամփրուկները դնելու հատվածը, անցնենք առաջ, ցույց տամ ձեզ երկրորդ ննջարանը, այստեղ արդեն king size մահճակալ է, այստեղ նույնպես կա զգեստապահարան, իր կախիչներով բնականաբար, դարակները, թեյ սուրճի հատվածը, ջրերը, բաժակները, այստեղ նույնպես կա սառնարան, դարձյալ, որտեղ կան զովացի ճմպելիքներ, ջրեր, հյութ, գարեջուր, մոծակներին սատկացնելու սարքը, TV-ն և տերասան, որտեղից բացվում է տեսարան դեպի լող ավազանը։ Տերասայում կա երկու աթոռ, սեղան, կանաչապատ այսպիսի տարածք և տեսարան դեպի լող ավազանը։ Անցնենք առաջ և ցույց տամ ձեզ հաջորդ համարը, որը կոչվում է Executive Swim Up Suite։ Անցնենք ներս, տեսնենք այն ներսից։ Եվ այսպես, մենք ներսում ենք և այստեղ ահռելի մեծ նախասրահ կա, զգեստապահարանը, բաց տարբերակով, խալաթները, կախիչները, հավելյալ բարձր ծածկոցը, ներքևի հատվածում դարակներն են ձեր իրերը դնելու համար, այստեղ սեյֆն է, կշեռքը, թելասեղ, կոշիկի շոր, ռաժոկ, անցնենք առաջ, նրա հարևանությամբ գտնվում են լվացարանները, թվով երկուսը, մաքրամաքուր, լուսավոր, գեղեցիկ, ինչը որ վայել է Sunrise հյուրանոցների ցանցին։ Այստեղ խնամքի համար անհրաժեշտ կոսմետիկ միջոցներն են բնականաբար, ատամի մածուկ, խոզանակ, սափրվելու ածելի, գել, լվացարանների դիմաց գտնվում են զուգարանը և լոգարանը, ցույց տամ ձեզ զուգարանը, դարձյալ մաքուր, ինչը որ շատ կարևոր է հյուրանոցների համար, հյուրանոցները պետք է լինեն մաքուր։ Զուգարանի հարևանությամբ գտնվում է լոգախցիկը, տրոպիկական ցնցուղով, ինչպես գիտեք, արդեն սովորական ցնցուղով, լոգանքի համար նախատեսված կոսմետիկ միջոցները, մարմինը մաքրելու սպունգը, սրբիչները, այստեղ կա ապակե պատ, որը բնականաբար, ինչպես տեսնում եք, ծածկվում է։ Անցնենք առաջ, ցույց տամ ձեզ ննջելու հատվածը, որտեղ կա king size մահճակալ, գեղեցիկ շքեղ լուսավորություն, գեղեցիկ շքեղ կահավորանք, այստեղ իրերը դնելու հատվածն է, թեյ սուրճի հատվածը, ջրերը, սառնարանը, որտեղ կան զովացի ճմպելիքներ, դարձյալ ջուր, աշխատասեղանը կարելի այդպես ասել կամ շպարվելու հատվածը, այստեղ կա գինի նաև և դարակներ։ Այս մասում TV-ն է, սուրճ պատրաստելու սարքը, երկու բազկաթոռ, սեղան, դարձյալ սեղան և բազմոցը կամ սոֆան։ Տվյալ հատվածը ննջելու հատվածից բաժանվում է ահա այսպիսի
գեղեցիկ շիրմայով։ Անցնենք առաջ եւ ցույց տամ այս համարի առավելությունը, որը ունի առանձին լողավազան։ Տերասայում կա 2 աթոռ, սեղան, 2 տապչան եւ հովանոց, ինչպես նաեւ տվյալ կատեգորիայի համարները ունեն առանձին լողավազան։ Հաջորդ համարը, որը ձեզ ցույց կտամ, կոչվում է Junior Pool Suite։ Անցնենք ներս, տեսնենք այն ներսից։ Մենք մուտք ենք գործում համար կամ մտնում ենք համար եւ մուտքից աջ այստեղ դարձյալ այսպիսի զգեստապահարանն է, խալաթները, կախիչները, սեյֆը, թելասը, կոշիկի շոր հրաժող, այստեղ կշերքն է, դարակներ։ Նրա դիմաց գտնվում է հայելին եւ հարևանությամբ արդեն լվացարաններն են այստեղ։ Խնամքի համար անհրաժեշտ կոսմետիկ միջոցներով, հայելիներով, խոշորացնող հայելին, ֆենը։ Լվացարանների դիմաց գտնվում են լոգախցիկը եւ զուգարանը։ Անցնենք առաջ, ցույց տամ ձեզ ննջելու համար նախատեսված մասը։ Այստեղ գտնվում է թեյի սուրճի հատվածը, սառնարանը, որտեղ կան զովացուցիչ ըմպելիքներ, հայելին, աշխատասեղանը, շպարվելու հատվածը կամ այստեղ նույնպես կան դարակներ, որոնք բավականին խորն են։ Ինչպես նաև կա սուրճ պատրաստելու սարք, տեթիվին բնականաբար, king size մահճակալը, սոֆան, քարե սեղանը, այստեղ նույնպես կա 2 բազկաթոռ իր սեղանով եւ դուրս գանք տերասա, ցույց տամ ձեզ լողավազանը։ Տերասայում կա 2 աթոռ, 1 սեղան, տապչաններ, հովանոցը եւ լողավազանը։ Ցույց տամ ձեզ այստեղի ստանդարտ համարը, որը կոչվում է Superior Room, անցնենք ներս, տեսնենք թե ինչպիսի տեսք ու կառուցվածք ունի այն։ Եվ այսպես մենք ներսում ենք եւ մուտքից ձախ զգեստները կախելու հատվածն է, ավելյալ բարձր ծածկոցը, դարակները, մուտքից աջ լոգարանն է, որտեղ կա զուգարան բնականաբար, մեծ հայելի, մեծացնող հայելի, խնամքի համար անհրաժեշտ կոսմետիկ միջոցները, ֆենը, այստեղ լոգախցիկն է, տրոպիկական ցնցուղով, սովորական ցնցուղով, լոգանքի համար նախատեսված կոսմետիկ միջոցները, կոնդիցիոներ մազերի, շամպունь մազերի, մարմնի գել, սպունգը, այստեղ սրբիչներն են, լոգարանի եւ ննջարանի արանքում կա ապակե պատ, որը բնականաբար բացվում եւ փակվում է, ահա այսպես, անցնենք առաջ, այս հատվածում սեյֆն է, տոպրակ, թելասեղ, կոշիկի շոր, հողաթափերը, կշերքը, նրանց դիմաց գտնվում է հայելին, անցնենք առաջ, ցույց տամ ննջելու հատվածը, այստեղ կա king size մահճակալ,
գեղեցիկ լուսավորություն, դիզայն, գեղեցիկ առաստաղ, արևելյանի եւ մոդեռնի համադրությունն է այստեղ խոսում։ Թեյ սուրճի հատվածը, սառնարանը, որտեղ կան զովացուցիչ ըմպելիքներ, ջրեր, մեծ հայլին, մոծակներին վանելու սարք, TV-ն, այս հատվածում բազմոցն է, իր սեղանով, եւ դուրս գանք պատշգամբ, ցույց տամ ձեզ, թե ինչպիսի գեղեցիկ տեսարան է բացվում պատշգամբից, ասեմ, որ բոլոր ստանդարտ համարները գտնվում են երկրորդ հարկում։ Պատշգամբում կա երկու աթոռ իր սեղանով, տեսարան հյուրանոցի այս հատվածը եւ տեսարան դեպի Կարմիր ծովը։ Շարունակում ենք մեր room tour-ը եւ հաջորդ համարը, որ ձեզ ցույց կտամ, կոչվում է Junior Suite Swim Up։ Անցնենք ներս, տեսնենք այն ներսից։ Եվ այսպես մենք ներսում ենք համարի, այստեղ դարձյալ նույն ձև է կառուցված ամեն ինչ, ձախ կողմում զգեստերը կախելու հատվածն է, իրերը դնելու հատվածը, այստեղ նույնպես կան դարակներ, ինչպես տեսնում եք։ Նրա դիմաց գտնվում է լոգարանը, զուգարանով, սրբիչներով, խոշորացնող հայլին, մեծ հայլին, ֆենը, խնամքի համար անհրաժեշտ կոսմետիկ միջոցները, լվացարանը, քարե այսպիսի գեղեցիկ։ Նրա կողքին գտնվում է լոգանքի համար նախատեսված հատվածը, տրոպիկական ցնցուղով բնականաբար, սովորական ցնցուղով, լոգանքի համար անհրաժեշտ կոսմետիկ միջոցները, այստեղ սրբիչներն են, ապակե պատը, որը ծածկվում է, անցնենք առաջ, այստեղ դարակներն են դարձյալ, սեյֆը, տեսագիտեք արդեն թե ինչ է, ներքևում կշեռքը, հողաթափերը, անցնենք առաջ, այստեղ իրերը դնելու հատվածն է, ննջելու հատվածը king size մահճակալով, բնականաբար գեղեցիկ լուսավորությունով, թեյ սուրճ, ներքևում մինի բարն է, սառնարան ավելի ճիշտ, որտեղ կան զովացուցիչ ըմպելիքներ, գարը ջուր, հյութ, սովորական ջուր, այստեղ աշխատասեղանը կամ շպարվելու սեղանը, մեծ հայլին, king size մահճակալը, իր հարմարավետ բարձերով, ներքնակով, անցնենք առաջ, այստեղ TV-ն է, սուրճ պատրաստելու սարքը, իր բաժակներով, նրա դիմաց գտնվում է բազմոցը, քարե սեղանը, այստեղ երկու բազկաթոռ կա իր սեղանով նույնպես, եւ դուրս գանք տերասա, ցույց տամ ձեզ լողավազանը։ Տերասայում նույնպես կա երկու աթոռ իր սեղանով, հովանոցը, տապչանները, լողավազանը, որը նախատեսված է տվյալ կատեգորիայի համարների համար եւ աննկարագրելի գեղեցիկ տեսարան դեպի Կարմիր ծովը։
Եվ ցույց տամ ձեզ վերջին համարը, որը կոչվում է Junior Suite, անցնենք ներս, տեսնենք այն ներսից։ Մենք ներսում ենք եւ մուտքից ձախ այստեղ լոգարանն է, որտեղ կա զուգարան բնականաբար, իր բոլոր հարմարանքներով, սրբիչները, լվացարանը, նրա կողքին գտնվում է խնամքի համար անհրաժեշտ բոլոր կոսմետիկ միջոցները, հայլին, խոշորացնող հայլին, լվացարանի կողքին լոգանքի համար նախատեսված հատվածն է, տրոպիկական ցնցուղով, սովորական ցնցուղով, լոգանքի համար նախատեսված կոսմետիկ միջոցները, պարագաները, սրբիչները, այստեղ խալաթներն են դրան վրա կախված եւ դարձյալ այստեղ կա ապակե պատ, որը բնականաբար հագվում է։ Անցնենք առաջ, զգեստները կախելու հատվածն է, հավելյալ բարձր ծածկոցը կախիչները, ինչպես տեսնում եք, ներքևի հատվածում դարակներն են, նրանց կողքին գտնվում է իրերը դնելու այս հատվածը, սեյֆը, ռաժոկը, թելասը, կոշիկի շոր, հողաթափերը, թշերքը, այստեղ մեծ հայլին է, անցնենք առաջ, ցույց տամ ձեզ ննջելու հատվածը, king size մահճակալով, գեղեցիկ լուսավորությունով, գեղեցիկ դիզայնով, չեմ դադարի կրկնել, այստեղ թեյի սուրճի հատվածն է, սառնարանը, որը լի է զովացի ճմպելիքներով, այլին, թիվին, սուրճ պատրաստելու սարքը, այստեղ կա դարձյալ երկու բազկաթոռիր սեղանով, քարե սեղան, բազմոց եւ դուրս գանք տերասա, ցույց տամ ձեզ տեսարանը տերասայից։ Տերասայում կա երկու աթոռ իր սեղանով, տեսարան դեպի լող ավազանը եւ այստեղից նաեւ երևում է կարմիր ծովը։ Այժմ տեղափոխվենք լողափ, որի երկարությունը 150 մետր է։ Լողափը ամբողջությամբ պատված է դեղին փափուկ ավազով, ունի հարմարավետ տապչաններ, մեծ ծղոտե հովանոցներ, ինչպես նաև քամուս պաշտպանող շիրմաներ։ Լողափում կա բար, դայվինգ կենտրոն, նաև տարածք, որտեղ անց են կացվում յոգայի պարապմունքներ։ Ունի ավազե մուտք դեպիցով, սակայն տեղ-տեղ կարող եք հանդիպել մեռած կորալների կամ մեծ քարերի։ Լեցկ ծովի մակընթացությունների հետ կապված այստեղ կա պանտոն, որի երկարությունը 70 մետր է։ Պանտոնից կարող եք մտնել ծով, լողալ, սուզվել ավելի խորը հատվածում եւ տեսնել Կարմիր ծովի ստոր ջրի աշխարհը, որն այս հատվածում անչափ գեղեցիկ է։
Հերթը հասավ մարզասրահին եւ սպասասրահին։ Մարզասրահը անվճար է։ Այն հագեցած է անհրաժեշտ գույքով եւ ժամանակակից սարքավորումներով։ Հյուրանոցում նաեւ անվճար են սեղանի թենիսը, բիլիարդը եւ մինի գոլֆը, իսկ մեծ թենիսն այստեղ վճարովի է։ Սպասասրահի ծառայությունները նույնպես վճարով են։ Այստեղ կան անհրաժեշտ բոլոր ծառայությունները կատարյալ հանգստի համար։ Սաունա, շոկեբաղնիկ, ջակուզի, մերսման ծառայություններ, գեղեցկության սրահ եւ այլն։ Հյուրանոցն ունի նաև երեխաների համար նախատեսված ակումբ։ Չնայած ակումբի փոքր չափսերին, այստեղ կա անհրաժեշտ ամեն ինչ ձեր երեխաների ժամանցի համար։ Այժմ գնանք հիմնական ռեստորան ծանոթանալու նախաճաշին, ճաշին եւ ընթրիքին մատուցվող ուտեստների հետ։ Ասեմ, որ ուտեստները շատ առատ են ու բազմազան։ Նախ ուտեստներից մինչև աղանդեր դուք կգտնեք ձեր քիմքին հաճելի ուտեստը կամ դելիկատեսը։ Դες սպասարկող անձնակազմը սիրալիր ու շատ արագ կմատուցի ձեր նախընտրած ալկոհոլային խմիչքը կամ զովացուցիչ հյութը։ Եվ բացի հիմնական ռեստորանից, հյուրանոցում կան նաև ալակարտ ռեստորաններ իտալական եւ ասիական խոհանոցներով, որոնք անվճար են։ Իտալական բազիլիկո ռեստորանը նաև ցերեկվա ժամերին ծառայում է որպես snacks bar։
Հյուրանոցում երեկոյան ժամերն անցնում են եւ ակտիվ եւ պասիվ մթնոլորտում։ Ակտիվ հանգստի սիրահարների համար անիմացիոն թիմը կազմակերպում է տարբեր տեսակի շոուներ եւ խաղեր։ Իսկ պասիվ ժամանցը նախընտրողները երեկոն կարող են անցկացնել տերասայի տարածքում գտնվող բարում, դիտել ֆուտբոլ մեծ էկրանին կամ բացօթյա հատվածում զով եղանակին վայելել մեկ գավաթ գինի։